Շնորհակալություն։ Եթե թույլ տաք, ես էլի հարց տամ, պարոն Մամջյան, մենք բավական երկար ենք իրար ճանաչում եւ ես դες դիտարկում եմ որպես իմ իմացած ամենակաղաքականացված, լավ առումով քաղաքականացված անձանցից մեկը։ Բայց մի շարք հարցեր ունեմ, որովհետեւ մենք հասկանանք ինչքանով ենք մենք անկեղծ միմյանց հետ։ Տեսեք, այն սահմանադրական կարգը, որի շրջանակներում մենք քննարկում ենք այս նախագիծը, 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հետևանքն է։ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները դա հանրապետական կուսակցության կողմից ըստ էության եւ նրա առաջնորդությամբ իրականացված բարեփոխումների արդյունք է։ Եվ հարց առաջին սահմանադրական կարգում նախատեսվել է հետեւյալը, որ վարչապետի դեստրուկտիվ վոտում անվստահության չպետք է լինի։ Վոտումը միշտ պետք է լինի կոնստրուկտիվ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ եթե մենք ուզում ենք վարչապետին անվստահություն հայտնենք, մենք պետք է ունենանք եւ ներկայացնենք վարչապետի թեկնածու։ Չկա թեկնածու, չկա վոտում։ Այս տրամաբանությունն է։ Հիմա հարց, չկա չէ թեկնածու։ Ասեք հիմա մարդիկ էլ իմանան, էլի որտեվ ճիշտ ասած առնվազն ես մի քանի թեկնածու գիտեմ, մեկն էլ ամեն օր ասում է այդ թեկնածու չունեք, ես կլինեմ, դեմ ասեք, որ մենք էլ իմանանք։ Երկրորդը, ուզեմ անդրադառնամ, ելի եմ ասում, լավ իմաստով, խնդրում եմ սա որևիցե եղանակով, հեգնանքով արտահայտություն չդիտարկեք, ես ձեզ համարում եմ իրոք լավ առումով շատ քաղաքականացված անձ, որը միշտ պրագմատիկ հայացքներով է հանդես եկել, պրագմատիկ։ Մենք նաև իրար հետ միջխորհրդարանական հարթակներում ենք շատ դեպքերում հանդես գալիս։ Տեսեք, հերթական ընտրություններին մնացել է մի քանի ամիս։ Եվ ցանկացած եվրոպական երկրում, ժողովրդավարական երկրում, ցանկացած նորմալ քաղաքական ուժ պետք է իր ջանքերը կենտրոնացնի հերթական ընտրություններին պատրաստելու վրա։ Հիմա այս ամենը ինչին է ուղղված։ Երրորդ, ելի եմ ասում, պրագմատիզմին է վերադառնում։ Տեսեք, որպեսզի այս հայտարարությունը հասկանալի լինի, ձևակերպումներն էլ պետք է հստակ լինեն։ Օրինակ, տեսեք, ձևակերպումներ կա, որոնք արդյոք որոշակիորեն բացի էմոցիոնալ դաշտից որոշակի գնահատական ունեն։ Կեղծավորությունը, որն առնակ քաղաքական կեղծավորությունը։ Արդյունքների զրոյացումը, որն այդ արդյունքները, որն է դրանց զրոյացումը։ Արկածախնդրություն, սա քաղաքական կատեգորիա, բացի էմոցիոնալ դաշտից, ես ուրիշ բան չեմ տեսնում, արկածախնդրություն եւ զիջում։ Հիմա ծաղկող կոռուպցիա։ Ծաղկող կոռուպցիան, օրինակ, կոռուպցիայից ինչու է տարբերում։ Համակարգված որ ասեք, համակարգային ծաղկողը որն է։ Ինչևէ, եւ սոցիալական հուսահատությունը։ Ձևակերպումները էմոցիոնալ են, էմոցիոնալ դաշտում իհարկե բաներ կառաջացնեն, բայց դա ամեն դեպքում։ Հաջորդ հարցը։ Տեսեք, ձեր զեկույցի մեխերից մեկը այնա, որ Հայաստանի ինքնիշխան տարածք հայտնվել են օկուպացիայի ներքո եւ միջոցներ չի ձեռնարկվում այդ օկուպացիան հաղթահարելու։ Եվ սա օրինակ հիմք է վարչապետի նկատմամբ որոշակի հարցադրումներ ներկայացնելու։ Եթե ճիշտ եմ հասկանում ձեր տրամաբանությունը, ապա խնդրում եմ պատասխանեք, մենք ունենք այս պայեդրությամբ միջուկային գերտերություն, որի տարածքի մի մասը գտնվում է պետության վերահսկողության ներքո։ Այս նույն տրամաբանությունը ձեր կարծիքով պետք է կիրառվի եւ նման հայտարարություն պետք է ներկայացվի նաեւ տվյալ երկրում, տվյալ ղեկավարի նկատմամբ։ Պարզապես հետաքրքիր է, էլի, իմանանք։ Մեկ էլ մի քիչ փորձեմ բանանամ, էլի, որ այս ազգային միասնության անցումային կառավարությունը նախատեսում է վերականգնել հանրային համերաշխության մթնոլորտը։ Հանրային համերաշխության մթնոլորտը, օրինակ, վերաբերում է նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետևորդներին եւ մեզ բոլորիս։ Խնդրեմ։ Շնորհակալություն, վերջից գնամ։ Այո։ Դուք ի տարբերություն ձեր ֆրակցիայի, քանի դուք ինձ կոմպլիմենտներ արեցիք, ես էլ ձեզ անում։ Դուք ի տարբերություն ձեր ֆրակցիայի եւ քաղաքական ուժի
զգալի հատվածից կարդացած պիտի լինեք Օրվել։ Անտեղ մի շատ վտանգավոր եւ վատ նախադասություն կա, հավասար են, բայց որոշները ավելի հավասար են։ Հիմա ես բացարձակ դրան չակնարկելով, Պարոն Մամիջան, շատ եմ խնդրում, էլի, եթե մենք հիմա կարողանանք բան հասկացնենք, բառը մոռացա, survey, հետազոտություն, էլի, հարցում, կարող է ստացվի, որ ավելի շատ մեր ֆրակցիայում են կարդացել, քան այլ ֆրակցիաներում, խնդրում եմ, էլի։ Զատո բոլորս ապրում ենք անասնաֆերմայում, այնպես որ նորմալ է։ Ձևակերպումներ անենք, որոնք վիրավորական բնույթ չեն կրում, էլի։ Անասնաֆերմա չկարդալը վիրավորական բնույթ չի կրում։ Բայց լավ։ Այո, իհարկե վերաբերվում է քաղաքացիական պայմանագրի անդամներին եւ падգամավորներին, մանավանդ այն падգամավորներին, ովքեր կմիանան վարչապետին, ժողովուրդ կամեդի կլաբի նիստերն, որոնք կմիանան վարչապետի անվստահության, գիտեք Տիկին Ջուլհակյան, եթե ձեզ 10 տարի առաջ մեր NDI-ում օրինակ հանդիպումների ժամանակ մեկը ասել, որ դուք պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահն եք, այն ժամանակ էլ կարողա ծիծաղայիք, որտեղ այն ժամանակ էլ դա լուրջ չէր։ Հիմա վերադառնանք կառուցողական աշխատանքային մթնոլորտին։ Բոլորը համոզվեցին, եթե մինչև հիմա համոզված չէին, որ ես այն մյուս ձևով եմ կարողանում աշխատել։ Մենք բոլորս էլ այդ ձևերը գիտենք, խնդրեմ։ Հիմա դրա համար էի ասում, ավելի շատ կվերաբերվի նրանց, ովքեր որ միանան։ Գիտեք, այդ հարցը շատ աննորմալ է հնչում մի քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից, իսկ դուք վերջերս հիշեցրել եք մամուլին, որ վաղուց կուսակցական եք, որի այն ժամանակվա քաղաքապետի թեկնածուն մցրեց բաժանում սևերի եւ սպիտակների։ Այնպես որ ճիշտ հասցեով չեք հարցնում, թե ում ընտրողին մենք ոնց ենք վերաբերվում։ Մեր համար բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ու մենք բոլորին վերաբերվում ենք նույն հարգանքով։ Սա ձեր վերջին հարցից։ Հիմա հետ գնանք։ Երբ որ դուք հարցնում էիք, թե այլ երկրների, ես այլ երկրի ազգային ժողովի падգամավոր չեմ։ Ես պատասխանատու եւ հաշվետու եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև։ Ուստի ձեր հարցին, թեպետ զուգահեռը խոզի եւ տուրնիկի տրամաբանության մեջ էր, որովհետեւ զուգահեռներ առհասարակ չկան։ Չեմ ուզում նորից կարգավիճակս հաշվի առնելով բացատրել, թե ինչի զուգահեռներ չկան, բայց չկան զուգահեռներ ձեր նշած պետության, միջազգայինորեն ընդունված տարածքների օկուպացիայի եւ մեր բացարձակ չկան, էլի։ Մեր քաղաքացիների համար ասեմ, որ պարոն Վարդանյանը, ինչքանով ես հասկացա, զուգահեռ էր տանում Ռուսաստանի Դաշնության որոշ տարածքների օկուպացիայի, որ միջուկային տերության հետ էի։ Չէ։ Հա, լավ։ Մի ինչ որ հիպոթետիկ Ասում ակոմպադում ունի։ Հա, լավ։ Հա, ինչ որ հիպոթետիկ միջուկային տերության մասին էր։ Շատ։ Հիմա անդրադառնալով ձևակերպումներին, սա իրավական փաստաթուղթ է այնքանով, որքանով արժեհայտարարություն է։ Արժեհայտարարությունը առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է։ Քաղաքական փաստաթղթի մեջ ձեր նշած ձևակերպումները ամբողջովին ընդունելի են։ Բայց հիմա քանի որ դուք դրա առիթը տվեցիք, ես հատ-արհատ դրանցից յուրաքանչյուրը կբացատրեմ։ Ինչպես ստեղ ինչ բան եմ նշել, որ չեմ կարողանում հասկանալ ձեռագիրս։ Կեղծավորություն ասելով ինչ նկատի ունենք։ Ասեմ, կեղծավորություն ասելով նկատի ունեմ մուրճը ձեռքին Հայաստանի Հանրապետության մարզերը եւ քաղաքները շրջելը, խոստանալը, որ Հադրութը ու Շուշին դեօկուպացնելու է, խոստանալ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու է 3 հիմնարար սկզբունքների հիման վրա, Ժորժ ջան, դա ձեր նախընտրական ծրագրում ա գրած, հետո էլ ձեր կառավարության ծրագրում ա գրած, որը դուք ընդունել եք, չգիտեմ, կարդացել նոր եք ընդունել, թե առանց կարդալու, բայց ընդունել եք։ Ես չեմ ընդունել դա։ Այնպես որ իմ նկատմամբ այդ հարցերը մի տվեք։ Ու այստեղից առաջանում է պարզ հարց, եթե նշված անձը էլի մուրճը ձեռքին, բայց պատտվեր Հայաստանի մարզերով ու ասել ժողովուրդ, ես հանձնելու եմ Արցախը, մենք ունենալու ենք 140,000-ին մոտ բռնի տեղահանվածներ տարբեր ժամանակահատվածներում, ճանաչելու եմ Արցախը Ադրբեջանի կազմում եւ այլն եւ այլն եւ այլն, տենամ քանի ձայներ հավաքելու, այդ դա է կոչվում կեղծավորություն, պարոն Վարդանյան, զրոյացնելը օրինակ Վիեննա Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք ձեր ԱԳՆ-ն
հասկանում եք ինչքան հին բան եմ ասում, ոնց որ նախորդ իրականությունից լինի, որոնք պիտի ծառայեին շփման գծում մեր տղերքի, մեր զինվոր տղերքի կյանքերը ավելի մեծ երաշխիքներ ունենալու իրենց անվտանգության տեսանկյունից, դուք մի տարի դրա մասին չէիք հիշում ԱԳՆ-ի մակարդակով։ Այ դա նկատի ունեմ ձեռքբերումները զրոյացնել։ Արկածախնդրությունը թե ինչ վիճակում ենք մենք արկածախնդրության արդյունքում բոլորս ենք հասկանում։ Օրինակ արկածախնդրությունը գիտեք ինչը պարոն Վարդանյան, երբ որ թուղթ է ստորագրում, այդ թղթի վերաբերյալ ինչ հարցնում են, ասում ես դե չենք քննարկել։ Երբ որ հարցնում են Ադրբեջանը հնարավորություն ունենալու է իր հիմնական տարածքից Նախիջևան զենք տանելու, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է. եթե Հայաստանը Երևանից մեղրի հնարավորություն ունենա զենք տանելու, իրանք էլ են ունենալու։ Հասկանալի է, չէ՞ որ դրանք բացարձակ հավասար կամ բացարձակ իրար հետ համեմատելի իրականություններ չեն։ Նիկոլ Փաշինյանը ասել է ազգային ժողովում։ Այդ դա է կոչվում արկածախնդրություն, թուղթ ստորագրել առանց մանրամասներ եւ հստակություն ունենալու, որը բոլորի կողմից տարընթերցումների առարկա է դարձել։ Ընդ որում, սա երկրորդ այդպիսի դեպքն է։ Նոյեմբերի 9-ից հետո էլ էին տարընթերցումներ առաջացել, բայց այնտեղ ոնց որ թե գոնե մի տարի հետո առաջացան։ Այստեղ ստորագրումից մի ամիս հետո արդեն շոսի ժամանակ տարընթերցումներ կային։ Գուցե արժի փաստաթղթերը ստորագրելուց առաջ դրանք կարդալ։ Իսկ ինչ վերաբերում է ծաղկող կոռուպցիա ձևակերպմանը, ծաղկողը, պարոն Վարդանյան, դե ոնց բացատրեմ, ծաղիկ եթե տեսել եք կյանքում, ինքը բողբոջում է, հետո ծաղկում։ Որտեղից ինձ այդքան հնարավորություն։ Որտեղից ինձ այդքան հնարավորություն։ Չէ, ես ձեր հնարավորությունները երբեք չեմ կասկածում։ Եկեք նկարում ենք ծաղիկ ազգային ժողովի նիստին, էտա, ընդդիմադիր մամուլը լավ լուսաբանում է դա հնարավոր է։